Մենք վերջերս շատ ենք խոսում, թե ինչ դեր ունի դատախազը հանրության մեջ, ով է դատախազը օրինակ մարզում, ով է դատախազը վարչական շրջանում, ով է դատախազը հանրապետությունում, եւ ես իմ առաջ որպես գլխավոր դատախազ խնդիր եմ դրել, որ բոլոր այն հատկանիշներից բացի բարեվարկ, պրոֆեսիոնալ, օբյեկտիվ, գրագետ լինի նաեւ այդ սրտացավության հատկանիշը, ինչու, որովհետեւ այո, մենք մեղադրանք ենք ներկայացնում, բայց մենք դահիճներ չենք։ Եվ երբ որ մենք խոսում ենք մարդասիրության մասին, քրեական օրենսգրքի սկզբունքներից, չէ, ասում ենք, որ մարդասիրությունը դրսևորվում է քրեական օրենսգրքի տարբեր նորմերում, բայց մարդասիրությունը դրսևորվում է նաև մեր աշխատանքում որպես դատախազ։ Այո, մենք պետք է լինենք մարդասեր, երբ որ խոսում ենք մեղադրյալի մասին, եւ ավելի հոգատար, զգայուն ու սրտացավ, երբ որ խոսում ենք տուժողի մասին, ինչու, որովհետեւ տուժողը խոցված կողմն է։ Մենք պաշտպանում ենք խոցված կողմին։ Այսինքն այս դեպքում զգայունությունը մի փոքր ավելի պահանջված հատկանիշ է, քան օրինակ երբ խոսքը գնում է պաշտպանության մասին, որտեղ այո, պաշտպանության մեթոդներն էլ մի քիչ ավելի կարող են լինել, այսպես ասած, հարձակվողական, հա։ Այն ինչ կարելի է պաշտպանական կողմին, շատ դեպքերում չի կարելի մեղադրական կողմին։ Ինչու, որովհետև մենք հանրային իշխանությամբ օժտված նաև դատավարական կողմ ենք, հանրային մեղադրանք ենք ներկայացնում։ Մենք օրինակ անցյալ տարի 124 գույք ենք փաստացի վերադարձրել արդեն Հայաստանի Հանրապետությանը, ընդհանուր հանրագումարով 60 միլիարդից ավելի արժեն այդ գույքերը եւ եթե նկատել եք մենք շատ կենտրոնանում ենք հանրային օգտագործման տարածքների վրա։ Այգիներ, անտառներ, սևանալիճ, բնության հատուկ պահպանվող տարածքներ, մշակույթի տներ, մանկապարտեզներ, երբեմն վարչական շենքեր, այդպիսի իրավիճակներ ենք ունենում, այսինքն այն ամեն ինչ որ պետք է պատկանի բոլորիս։ Անհատապես մենք չենք կարող այդ գույքը բաժանել եւ համայնքի բնակիչներին տալ, շատ հաճախ մենք այդ հարցը մեզ հնչում է, թե ինչու մենք անհատական փոխհատուցումներ չենք իրականացնում, սա հնարավոր չէ եւ որևէ տեղ չի էլ իրականացվում աշխարհում, եթե խոսքը գնում է հանրային բարիքի մասին, դա նշանակում է, որ անհատապես ոչ մեկինն է, բայց ընդհանուր առմամբ բոլորին է։ Մենք չենք կարող անտառը բաժանել 100,000 մասի եւ տալ 100,000 հոգու, բայց մենք կարող ենք անտառը վերադարձնել շրջակա միջավայրի նախարարությանը եւ անտառի խնամքի արդյունքում ունենալ այնպիսի արդյունք, որը հասարակության բոլոր ներկայացուցիչների համար արդեն դառնում է կյանքի որակը փոխող, դառնում է իրենց համար կարևոր։ Նախ եթե անձը որոշի դառնալ դատախազ, առաջին հերթին պետք է մասնակցի մեր բաց մրցույթին։ Մենք տարին 2 անգամ բաց մրցույթ ենք հայտարարում։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք, ով ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, այն տարիքային ցենզից դա 22 տարեկանն է, բավարարում է եւ մի շարք պահանջներ դատվածություն չունի, վերջը տղաների պարագայում զինապարտ է եւ պարտականությունը կատարել է, բոլոր պահանջները բավարարող անձինք իրավունք ունեն դիմելու բաց մրցույթին։ Մենք այստեղ որևէ խտրական մոտեցում չունենք։ Մի պահանջ ունենք՝ լինել պրոֆեսիոնալ եւ գրագետ։ Անձը, որը այս բոլոր փուլերը կհաղթահարի, ակադեմիայում կուսանի, դրանից հետո հաջողությամբ իր պրակտիկան կանցնի, պետք է պատրաստ լինի, որ առնվազն 1 տարի պետք է աշխատի Հայաստանի Հանրապետության որևէ մարզում։ Դա մեզ համար շատ սկզբունքային է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը մաս-մաս չեն սիրում։ Հայաստանի Հանրապետությունը սիրում են ամբողջությամբ։ Այսինքն տարբերություն պետք է չլինի, դու աշխատում ես Տավուշի մարզում, Սյունիքի մարզում, Երևանում, Արմավիրի մարզում, իդեպ այդ ռոտացիան դատախազների մեջ նաև լինում է եւ որևէ արտոնություն չի ենթադրում Երևանում աշխատելը, բայց հաշվի առնելով Երևան քաղաքի սպეციფიკան սուբորդինացիոն կապերի տեսանկյունից, գործերի ծանրությունն ու բարդությունը, մենք նախընտրում ենք մեր նորավարտ այսպես ասած երիտասարդ դատախազներին առնվազն 1 տարի էլ հնարավորություն տալ մի քիչ ավելի հանգիստ պայմաններում աշխատել, օրինակ մարզում աշխատել եւ մարզային կառուցվածքը մի փոքր ավելի այստեղ հստակ բաշխվածություն ունի։ Դրանից հետո արդեն այն դատախազները, որոնք արդեն դատախազներ են իրենք մեզ համար, որոնք ավելի այսպես ծանր գործեր քննելու, ավելի բազմադրվակ գործեր քննելու կարողություն կցուցաբերեն, իրենք ընդգրկվում են մեր առաջ խաղացման ցուցակներում եւ կարող են արդեն նշանակվել կամ Երևան քաղաքի դատախազությունում, ոչ թե վարչական շրջանների կամ գլխավոր դատախազությունում։ Մենք շատ երիտասարդ կադրեր ունենք, որոնք աշխատում են գլխավոր դատախազությունում։ Բայց նորից եմ կրկնում, մենք հենց սկզբից կենտրոնական ապարատում նշանակումներ չենք անում, պրակտիկաներ չենք անում ու արդեն բացատրեցի թե ինչու։ Այն մարտահրավերները, որոնց բախվելու է դատախազը։ Դատախազը առաջին հերթին պետք է ունենա մի կարևոր հմտություն։ Ու դա շատ պարզ հնչում է, բայց բարդ իրականացվում է։ Ոչ ասելու կարողություն։
իրականում մեր հասարակության մեջ, իսկ մենք փոքրիկ հասարակություն ենք եւ տարբեր մշակույթների ազդեցության ենթարկված հասարակություն ենք, մենք ամաչում ենք շատ հաճախ ասել ոչ։ Ոչ հնարավոր չէ դրսևորել անարդար վերաբերմունք, ոչ հնարավոր չէ դրսևորել խտրականություն, որովհետև այս մեկին ճանաչում ենք, այն մեկին չենք ճանաչում։ Եվ շատ հաճախ արդարության հետ կապված մեր կոնֆլիկտը այս ոչ ասելու կարողության բացակայությամբ է պայմանավորված։ Դրա համար մեր դատախազների դեպքում, եթե խոսում ենք ոչ մասնագիտական հմտությունների մասին, ապա առաջինը այդ ոչ ասելու կարողությունն է, եւ խոսքը ոչ թե ուղղակի այսպես տենց համառ նիգիլիզմի մասին է, ժխտողականության մասին է, այլ տեսակետը պահելու եւ անաչառ դիրքորոշումը ի ցույց դնելու մասին է։ Որովհետև բավական է մի դեպքով դու խախտես այդ կշեռքը, դու այլևս չես կարողանալու այդ կշեռքի հավասարակշռությունը վերականգնել։ Դրա համար մեզ շատ կարևոր է, որ այս հատկանիշներով օժտված մարդիկ մեզ միանան, մեր թիմին, ու մենք շատ խրախուսում ենք դա։ Բայց այդ հոգեբանական կախվածությունը այդ գնահատականից պերսոնալիզմի, եւ եթե պրոֆեսիոնալիզմի հարց չկա, մենք դրան շատ հանգիստ ենք։ Իսկ երրորդ կողմը մեր հասարակության մեջ դժվար է մեր հասարակությանը խախտել այս մեղադրանքի դիրքից, նույնիսկ ուժողները ցական համակարգը դա նշանակում է մեկը բոլորի համար, բոլորը մեկի։ Այս առումով մի շատ գործերով արդարացումներ սկսվեցին, ինչը վճռավետ դատարանի որոշման հետևանք է ու բնականաբար։ Անդադ եթե կայացվում են դրա դատախազի պաշտպանած մեղադրանքները միշտ հոգեբանորեն կախված են արտաքին գնահատականիչներ չեն։ Սա ամենօրյա փոքր աշխատանք է եւ գործերը ընդհանրապես պիտի չքննվեն, այդ գործերը պիտի կարճվեն ի սկզբանե ու դատախազ ապացույցների, ոչ թե թույլատրելիության, այլ ապացույցերից խրախուսել ու միշտ հիշել, որ քանի դու զբաղեցնում